Հատվաշան դատարանց դատարանության հարգելի մասնակիցներ։ Որպես նեղադրյալի պատասխանատվությունը և ներմացնող ծանրացնող հանրամասներ սյուն գործով արտյալ չեն։ Որպես նեղադրյալ աչափայինին անձր միտակրող տվյալ գործի քննության ընթացքում պարզվել և դիտվում է նրա կողմից նախինում դատապարտված չլիները։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտահայտման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը և հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզգուշության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում մեղադրյալին մերձակայքում է դիտավորության սահմանադրական կարգավորումների և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարումը։ Ելնելով վերաշարադրվածից, պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արտաշեսի Աչափայինի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնասը առկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տակ գտնվող գույք առկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել քրեական գործի նյութերում, իրեղեն ապացույցները առկա չեն, կիրառված հապամիջոցը թողնել ամփոփող, մինչև դատավճիռ օրինական ուժի մեջ մտնելը, իսկ վարորդային ծախսեր առկա չեն։ Շնորհակալություն։